Բարև ձեզ Սաթոփ տեսն է, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք այսօր ձեզ կպատմենք։ Շաբաթվա բացահայտումը Հայաստանը որոշել է գրավել տիեզերքը։ Այսպես արձագանքեցին համացանցի հայ օգտատերերը հայկական ժամանակ թերթի այն հրապարակմանը, ըստ որի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու են մի շարք սենսացիոն համաձայնագրեր։ Դրանցից մեկն օրինակ կոչվում է լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը դուրս է գալիս մերձերկրային ուղեծիր։ Գրեց թերթն ու նշեց, որ մեկ այլ համաձայնագիր կոչվում է տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածության արձակված օբյեկտների վերադարձի մասին։ Շաբաթվա հարցադրումը՝ արդյոք Դաշնակցությունը կրկին կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ։ Այս թեմային անդրադարձավ Ժողովուրդ թերթն ու գրեց Դաշնակցության ընդհանուր ժողովի շուրջ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, երբ հայտնի դարձավ, որ մարդիկ սկսել են խմբերով լքել կուսակցության շարքերը, նորից սկսել են շրջանառվել տեղեկությունները, ըստ որոնց ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ։ Ժողովրդին տեղեկություններ հասան, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ ակնարկել է, որ իրենց համար նախընտրելի տարբերակներից է, որ դաշնակցականներին տրվեն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, գյուղատնտեսության նախարարի, ինչպես նաև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները։ Շաբաթվա բարի լուրը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը միանգամից 3 երեխաների հայր է դարձել։ Դերասանի կինը դերասանուհի Մագդա Մարկոսյանը նրան միանգամից 3 երեխա է պարգևել՝ 2 աղջիկ եւ որդի։ Առողջություն մաղթենք հերոս Մայրիկին ու նորածիններին, իսկ դերասան Հայրիկին նորանոր հաջողություններ բեմում ու կյանքում։ Շաբաթվա պատասխանը պատկանում է երթուղային տաքսու երևանցի վարորդին, որի հետ պատահածը ներկայացրեց լրագրող Մկրտիչ Իսրայելյանը։ Մենք էլ ներկայացնում ենք նրա գրառումը։ Այսօր երթուղայինում մի զինվոր իջնելուց ուզում էր վճարել, բայց վարորդը հրաժարվեց փողը վերցնել։ Ասաց տղա ջան, համազգեստդ հերիք է արդեն։ Եթե մի ուրիշ օր այս տեսարանի ականատեսը դառնայի, գուցե չանդրադառնայի, բայց այս օրերին, երբ զինվորները կյանքի գնով սահման են պահում, վարորդի արարքը շատ գնահատեցի։ Եթե հաշվի առնենք նաև, որ այդ 100 դրամը վարորդն էլ է դժվարությամբ վաստակում։ Հաղորդման այս հատվածում քաղաքական ու քաղաքային շաբաթվա մի քանի ուշագրավ մտքեր ու դեպքեր կարճ եւ առանց մեկնաբանության։ Պահանջել ենք, բայց դա իմ պահանջով բավարարվող հարց չէր, դուք բոլորդ էլ գիտեք, որ իրավական հարթության մեջ քրեադատավարական ընթացակարգերով լուծվող հարցեր են երկու երկրների միջև գոյություն ունեցող պայմանագրերի համաձայնագրերի շրջանակներ։ Իմ տեղակալը դες բան չի ասել։ Ասում եմ մենք պահանջել ենք երբ Տերմյակովի հետ Պողոսյանն ասաց, որ մենք պահանջել ենք, որ հայկական կողմը անպայման հայկական կողմի իրավապահության տակ է Պերմյակովը, բայց նրանք ներկայացրեցին իրենց հիմնավորումները եւ արդյունքում Պերմյակովը Դա արդեն ուրիշ բան է։ Այսօր բոլորս ուրախանանք, լավ քեֆանանք, մեր բանակի զինվորներ ցանկանանք առողջություն ու անփորձակ ծառայություն։ Մեր ազգը միշտ էլ նեղության ժամանակ բոլորս իրար լավ ենք։ Հենց գործերն ես լավալում, սա սկսում ենք իմ ու քոնանել։ Աստված չտա, որ վատը որ դրա համար միանանք։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե մենք լրջորեն տրամադրված ենք օկուպացված տարածքները Հայաստանի հետ վերադարձնելու։ Ինչպես կարծես եք։ Հայաստանի տարածքները օկուպացնելը։ Դե իրենք են այդպես հայտարարել։ Դե իրանք գալլաթ են անում, ոչ ասեն դու ասեք գալլաթարազները էշեշ խոսում են։ Ասես որ խելոք չպայ կտանք բերաններից։ Որից կպատժենք ասես։ Քիչ չէ դա։ Դա նուրբ է, լեչեր կարար կոպիտ գործովել։ Քանի գործով չի լախիշ չի։ Այս քանի որ վականից այտենց հարցերի տվեք, թե չէ ցեզի ոնց հարմարա բախտի խոսում եմ, մի լրագրողական էլ ինձ կոնկրետ ասած խոսացեք։ Ես բանակին ցանկանում եմ հաջողություն։ Մի րոպե։ Այո։ Ինչ կհիշեք դες առանցին։ Ես։ Այո։ Լիքը բաներ։ Բարև ձեզ։ Ես մնացի։ Պարոն Ալեքսանյան օգնեցի։ Պարոն Ալեքսանյան, որ լայնամասշտաբ գործողություններ սկսեն, դուք պատրաստ եք մեկնել։ Ինչ անեմ պարոն Ալեքսանյան։ Պարոն Ալեքսանյան։ Տալկեսս մտորումների մեջ է դուս կամ չդուս կամ միգուցե մի բան փոխվի, մեծ վերջում տեսան, որ ոչ մի բան չի փոխվում։ Գնալով այդ կապն ավելի ախորանը, մի քիչ ծիծաղալով նշում են, որ ՀՅԴ-ի անդամներ չեն, բոլորն են միանշանակ ՀՅԴ-ի անդամներն են։ Մեկ անգամից եւ մեծականակ անդամների դուրս գալու հետ էր կապված, այսինքն լուրջ քաղաքական ակցիա էր եւ իրենց մեծ հարված է հասցնում։ Բնականաբար իրենք կուզենան, որ որևէ կերպ դա ծածկվի եւ նսեմացվի այդ երևույթի նշանակությունը քաղաքական։
Շաբաթվա լուսանկարը մեկը հաց ուտելու գումար չունի, մյուսը $1000 կակա է ուտում։ Այս վերտառությամբ լուսանկարը շաբաթվա ընթացքում երկար քննարկվեց։ Խաղալիք Սարքողը անունով Facebook-յան օգտատերն այս առումով գրեց. ավելի քան համոզված եմ, որ գտնվելու է մի քաղքենի, ով այս շոկոլադները կգնի, ասենք խնամիների տուն տանելու համար։ Մեկ այլ օգտատեր էլ արձանագրեց. փաստորեն ճիշտ էր ասացվածքը հացին կակա ասելու վերաբերյալ։ Հաղորդման այս հատվածում ներկայացնում ենք շաբաթվա հերքումը։ Քաղաքացիներից ոմանք համացանցում մտահոգություն էին հայտնել, որ այցելելով Երևանի զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի հայտնաբերել են, որ նախկին սրբապատկերներն այլևս տեղում չեն։ Փոխարենը եկեղեցում այժմ վերնիսաժում վաճառվող կտավների մակարդակի սրբապատկերներ են, որոնք նկարված են շատ անորակ յուղաներկով։ Սրբապատկերների հնարավոր անհետացման ու դրանց փոխարինման մասին Ասեկոսեյեմի թղթակիցը զրուցել էր Երևանի զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանի հետ, ում պնդմամբ նկարները ոչ թե փոխվել, այլ դրանց ավելացել են նորերը։ Եկեղեցում հայտնվել են 6 նոր նկարներ, ինչպես նաև նկարների տեղափոխություն է կատարվել, որովհետև ըստ եկեղեցական կանոնակարգի եկեղեցու աջ եւ ձախ կողմերում պետք է դրվեն Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների նկարները, իսկ նախկինում դրանց փոխարեն եղել է ընծայման եւ մկրտության նկարներ, որոնք ներկայումս տեղադրվել են մեր եկեղեցու այլ հատվածում։ Տեր Գրիգորը նաև վստահեցրել է, որ որևէ սրբապատկեր եկեղեցուց չի բացակայում։ Դրանց գույքագրման ցուցակն ինձ մոտ է, եթե տվյալ մտահոգ քաղաքացին ուզում է այդ ամենը պարզել, կարող է անձամբ գալ, ասել է Տեր Գրիգորը։ Շաբաթվա կորուստը 69 տարեկան հասակում մահացավ լեգենդար հույն երգիչ Դեմիս Ռուսոսը։ Ավելի քան 50 տարի Դեմիս Ռուսոսը ստեղծագործում էր եւ ներկայանում իր հանդիսատեսին։ Նրան են պատկանում այնպիսի հայտնի եւ սիրված երգեր, ինչպիսիք են Goodbye My Love, Forever and Ever, From Souvenirs to Souvenirs եւ այլն։ Շաբաթապարզաբանումը դերասանուհի Նարա Դիլանյանի կողմից էր։ Նա լուսանկար հրապարակեց Facebook-յան իր էջում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ու այդ առիթով նաև պարզաբանում ներկայացրեց գրելով հետևյալը. Անակնկալներով լի օր, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հետևում են իմ էջում կատարվող նորություններին, բայց ուզում եմ տեղեկացնել, որ այս նկարը իր մեջ չի կրում ոչ մի անձնական եւ գործնական բնույթ։ Հաղորդման այս հատվածում կրկին շաբաթվա ուշագրավ մի քանի դեպքեր ու մտքեր եւ նորից կարճ ու առանց մեկնաբանության։ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղավոր ճանաչել, նրա նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկում 5 տարի ժամկետով, տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի ձեռքելով 2 տարի ժամկետով։ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կալանավորումը, թողնել անփոփոխ, միշտ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Վարդան Պետրոսյանի դիրքորոշումը այն է, որ գնանք այս սցենարով, այսինքն չբողոքարկենք վերաքննիչ այս դատական ակտը, անկախ ինչ ամեն ինչից, եթե անգամ դատանը կարդար 10 տարի, մենք նույնպես չէինք բողոքարկել։ Տրվել են իրավիճակային լուծում, այսինքն այս դատավճռի հետ հաստատ համոզված եմ, որ դժոխք կողմը նույնպես եւս համաձայն չի լինի, քանի որ այս դատավճռը ընդհանուր աղեցներ չունեն իրավունքի հետ։ Ոնց կարա վարչապետը չիմանա ով է խոշորը, ոնց որ ես իմ կնգանունը չիմանամ։ Մեծ ցանկության դեպքում էլ որևէ փոփոխություն անել հնարավոր չի։ Ժողովրդական հուզումները կարող են լինել խաղաղ, այդ երևույթը կարող է լինել խաղաղ, հանդարտ, եթե դա հուզումներ է։ Նա ծերունի ինչ տալի իրան։ Բացի աղոթելուց ինչ խորհուրդ տա կանգնած։ Եվս մեկ անգամ աղոթել։ Հենց այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շաբաթվա հումորը։
Նախկին падգամավոր ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը, ով հիշեցնենք, որ ավելի հայտնի է Ճոյթ մականունով, պաշտոնապես սպառնացել է հաջորդ տարի նկարել ֆիլմ հայոց թագավոր Տիգրան Մեծի մասին, եթե ՀՀԿ-ն հաջորդ ընտրությունների ցուցակում իրեն չընդգրկի։ Այս մասին գրեց Arm Comedy-ի կայքն ու հիշեցրեց, որ վերջերս ռեժիսոր քաղաքական գործիչը նկարահանել էր ֆիլմ ցեղասպանության մասին, որտեղ 4-րդ դասարանցու վարպետությամբ մանրակրկիտ նկարագրել է բոլոր հնարավոր տառապանքները, չծանրաբեռնելով կինոն որևէ իմաստով կամ ուղերձով։ Կատարյալ իմաստության հասնելու համար մարդ հարկավոր է ազատվի իր բոլոր չար մտքերից եւ մեղքերից։ Դուք ինչ գիտեք հայերի ու արտամետ գեղի մասին։ Իսկ օսմանական կայսրությունը չի կարող գոյատևել, երբ կա հայ ազգը։ Այլաթի հրամանով մեծ գործ պիտի ձեռնարկենք։ Շաբաթվա զավեշտը համացանցում հայտնված մի տեսանյութ, որ դժվար է տեսահոլովակ անվանել, Facebook-յան օգտատեր Գևորգ Ալեքսանյանին ստիպեց հետևյալ գրառումը կատարել։ Տեսահոլովակի անունը ոչ թե սիրով հարբած պետք է լիներ, այլ ինչպես խմել դակֆեյս արած վիճակում, ու ավելի շատ ինչ-որ սոցիալական հոլովակ էր հիշեցնում տղամարդկանց թրաֆիքինգի ու էժան խմիչքի մասին։ Բա բառերը երկնագույն լեգիոնի այս պետը անգամ ներողություն չէր քաշել ինչ-որ հանգավորում մտցնել։ Մի արեք սենց բաներ էլի, մենք իհարկե շատ ուրախ ենք, որ բարով խերով պրծել ենք ձեզանից ու դուք հիմա Լոնդոններում եք շալունիշկայություններ անում, բայց դա մեզանից հեռու։ Շաբաթվա պրեմիերան։ Եվրոպական ֆիլմերի ցուցադրությամբ զբաղվող Film Europe Channel-ը ձեռք է բերել Հովհաննես Գալստյանի խճճված զուգահեռներ կինոֆիլմի ցուցադրության իրավունքը։ Ցուցադրությունը տեղի է ունեցել հունվարի 31-ին շաբաթօրյա պրեմիերաներ ծրագրում։ Նշենք, որ Film Europe Channel-ը բացառապես եվրոպական կինո հեռարձակող առաջին շուրջօրյա վճարովի կինոալիքն է։ Այն գործարկվել է 2011-ին Film Europe Media ընկերության կողմից, որը դինամիկ, զարգացող եւ հարուստ ավանդույթներով եվրոպական ընկերություն է մասնագիտացված ֆիլմերի ֆինանսավորման, տարածման, վաճառքի, հեռարձակման, ծառայությունների եւ խորհրդատվության ոլորտներում։ Խճճված զուգահեռները ռեժիսոր Հովհաննես Գալստյանի եւ նրա հիմնադրած Parallels Film կինոընկերության առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Նկարահանվել է Հայաստանում եւ Նորվեգիայում։ Ֆիլմում հնչում է Վահագն Հայրապետյանի եւ Կատուներ բենդի երաժշտությունը։ Նշենք, որ հայկական հեռուստատեսությամբ ֆիլմը դեռ չի ցուցադրվել։ Քեֆ եք անում։ Բարով եք եկել։ Պիտի գայր կոմիսարիատ։ Երեք եմ եկել գահացնեմ։ Արավաջան պատրաստ եղի։ Եկամ քույրդիվից։ Դենստի հացնենք։ Անուշ արեք։ Շտաբում եմ։ Դե իսկ շաբաթվա խնդրանքը երգչուհի Նանայի կողմից էր։ Նա Instagram-ի իր էջում դիմել է իրեն բաժանորդագրված բոլոր տղամարդկանց անելով հետևյալ գրառումը. Սիրելի տղամարդ հետևորդներ, խնդրում եմ, բավական է ինձ սեր խոստովանել եւ հաղորդագրության միջոցով ամուսնության առաջարկ անել։ Ես եմ պատրաստվում ամուսնանալ համացանցի օգնությամբ։ Խնդրում եմ այլևս ինձ այս թեմայով չանհանգստացնել։ Այլապես ես ձեզ կարգելափակեմ։ Պետք չէ ինձ նվերներ ուղարկել, պետք չէ թողնել ձեր հեռախոսահամարները։ Եվ վերջում հաղորդմանն աջակցելու իմ արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio, որտեղ կընդգծեն ձեր գեղեցկությունը։ Հասցե Իսահակյան 14։ Սա թոփ տեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացրեց մեկ հաղորդման մեջ։ Ես Անի Միրաքյանն եմ, կհանդիպենք։